Սրտի տանիքներով Մոսա Production Ոչ միայն ինձ համար, շատ աղջիկների ու կանանց համար մոտիվացիա ես։ Նախ Լուսին կոսմետիկսի հիմնադիրն ես։ Երկրորդը, երբ որ մարդիկ նայում են քո դեմքին, դու լավագույն գովազդն ես, գիտես Լուսինի համար, քո տարբերակով, քո կենսակերպով, որովհետև ես նայում եմ քո կազմվածքին, այնքան համաչափ, այնքան գեղեցիկ։ Այսինքն այն կյանքը, որ դու մեզ թելադրում ես Instagram-ից, խորհուրդ ես տալիս, մոտիվացնում ես, դու դրա վառ օրինակն ես։ Ու հենց քեզանով ես մեզ մոտիվացնում։ Ու շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Նարեկ ջան, անչափ շնորհակալ եմ նախ եւ առաջ հանդիպման համար։ Անցած տարի ես էլ էի շատ անհամբեր սպասում, որ այս տարի անելու ենք այս հանդիպումը, այս հաղորդումը։ Նախ ի դեպ ասեմ, որ շատ եմ սիրում քո հաղորդումը ու շատ հետաքրքրությամբ նայում եմ Եվ դու իսկականից կարողացել ես այս հաղորդմանը տաս կյանք ու շունչ ու շատ հետաքրքրություն եւ հյուրերիդ եւ թե այնպես ինչպես դու քո հյուրերին զգալ ես տալիս այստեղ ոնց որ վավերագրական ֆիլմ նայես մի տեսակ կողքից շատ շնորհակալ եմ որ այսօր ես այստեղ եմ Երախտապարտ եմ անկեղծ ոչ թե որ մեր թիմի հիմա այստեղ է ռեժիսորը մեր Մոսը այստեղ է ես իրականում երբ որ մենք մոնտաժում ենք ասեմ Մոս ոնց ես նկարում որ ինձ համար ամեն մի հերոսի կյանքը դառնում է դոկումենտալ ֆիլմ։ Շնորհակալ եմ ու թիմով ենք շնորհակալ ես գնահատականի համար։ Սոն, կուզեմ մի քիչ մանկությունից գանք, որովհետև լինել լիդեր, ստեղծել մի պրոդուկտ, որը այսօր մեծ պահանջարկ ունի, Լուսին, հայկական անուն, բայց որը որ եվրոպացիները, նույն ամերիկացիները շատ գնահատում են ու շատ կարևորում են, որտեղ այդ օրգանիկ բառը, որը որ կա, Լուսին օրգանիկս, այսօր մարդիկ ձգտում են հենց այդ օրգանիկին։ Բայց մինչև Լուսինի ստեղծումը, ինչպիսին էր Սոնան, գիտեմ, որ 5 երեխա եք, դու մեծն ես տան, այսինքն այդ որոշումներ կայացնել, որ դու մեծ ես, դա հենց փոքրուց եկել է, դա բնավորություն է, թե կյանքի ընթացքում ես ձեռք բերել։ Շատ լավ հարց է։ Մենք 6 քույր ենք։ 6 եք։ Այո, ես ինձնից հետո ունեմ 5 քույրեր։ Հենց ճիշտ ես ասում, որտեվ այդ լիդերությունը, որ նշեցիր, իրականում եկել է փոքր ժամանակվանից։ Մենք այդպես ենք մեծացել մեր ծնողները, հատկապես մայրս, մեր մեջ դրել է այդ պատասխանատվություն վերցնելու մեծ ունակությունը։ Մենք ես որ փոքր քույրեր ունեմ ինձանից 2, մի քանի տարի տենց հեռավորության վրա, իսկ իմ վերջին քույրերս զույգ են։ Ես արդեն 12 տարեկան էի, որ իրանք ծնվեցին, այդ 90-ականների վատ տարիներին եւ այլն։ Եվ ուզում եմ ասեմ, որ այդ պատասխանատվությունը, խնամքը միմյանց մասին մեզ վրա հստակ դրված է եղել մեր ծնողների կողմից, մորս կողմից։ Մենք իմացել ենք, որ ես իմացել եմ, որ ես տան մեծն եմ միշտ ու ես ունեմ դեր լիդ անելու, այսպես կոչված, իմ քույրերին Եվ առօրյայում եւ ընդհանրապես նաեւ դա էլ գալիս է հետո որ կյանքում պետք է դու օրինակ ես քեզնից են սովորում այդ ամեն ինչը միշտ եղել է ինձ վրա ես ինձ ինչ հիշում եմ հիմա որ հարցրեցիր բան եղավ մի անգամից մոտեց Այ հիմա մեզ մոտ առօրյայում մենք օգտագործում ենք այդ օրագիր ասվածը երբ որ անում ենք մեր գրանցումները երբ որ մենք զրուցում ենք միասին դու ինձ պատմեցիր որ փոքրուց դուք ունեցել եք օրագիր տնային օրագիր այսինքն ձեր անելիքները դու ինչ պիտի անես օրվա ընթացքում գրի էիր Մենք չէ, մաման գրի էր առնում մեր համար, մենք ունեինք անելիքներ, բայց մենակ անելիքները չէր, որ տնային գործեր էլ ունեինք, դասերի մասին, դասերներ գրած, գիրք կարդալը, դա պարտադիր էր, անպայման, եւ պահվածք ամենակարևոր հատվածը պահվածքն էր։ Դու քեզ ոնց պետք է պահեիր ու օրվա մենք ամեն վերջում մամայի հետ քնելուց առաջ գնահատում էր մեզ ինքը, գնահատականներ էր նշանակում ու մենք տենց գնում էինք ու ամսվա վերջում նվերներ էինք ստանում, գերազանցիկները ավելի լավ նվեր էին ստանում ու հա, այդ գերազանցիկ որ կարելի ասել հա։ Ու այդպես Ես հիմա որ հիշում եմ ինձ հետ եմ նայում ու այդ դիսցիպլինա բառը իմ մամայի ոնց որ sense իկոնիկ բառն է, ինքը դիսցիպլինա եւ այլն այդ ամեն ինչի հիմքում ու ես կարծում եմ որ դա ճիշտ է, ամեն օր կյանքը դու կարող միշտ ունես ընտրություն կյանքում քեզ խղճալու կամ դիսցիպլինա ունենալու Այդ ամեն առավոտ ես այդ ընտրում, ես կարծում եմ ու մամաս, որ երբ որ այդ օրագիրը օրեկան էր,
Մենք ամեն առավոտ ընտրում էինք, որ մենք ունենք մեր գործերը ու մեր ժամանակը պետքա ճիշտ կառավարենք, ճիշտ օգտագործենք ու եւ այլն։ Դե իհարկե ունենք խաղալու ժամ էլ ունենք, բայց այտենց չէր լինում, որ մամաս ենթադրենք ուրիշ բակի երեխեքի նման կանչեր վերևից։ Մենք մեր ժամ ունեինք, երբ տանը լինենք։ Սարժացած։ Դու բավականին փոքր տարիքում մեկնել ես Միացյալ Նահանգներ։ Փոքր տարիքի նկատի ունեմ, որովհետև մամայի, պապայի հետ չես գնացել, չէ՞։ Այ կուզեմ պատմես ինչպես ստացվեց, որ մեկնեցիր Միացյալ Նահանգներ ապրելու։ Այ մյատ։ Ես ու ամուսինս այդ ժամանակ Վահրամը, բոլորս գիտենք քո ստորին։ Ես ու Վահրամը ընկերություն էինք անում։ Վահրամի իմ եղբայրների մոտիկ ընկերն է եղել, ու այդպես ենք ծանոթացել, մեր տանն ենք ծանոթացել, ու շատ երիտասարդ էի ես, որ սիրահարվել եմ Վահրամին, ինքն էլ ինձ։ Այդ առաջին հայացքից էր սանեց սերը։ Իրամոտ հա։ Ես ճիշտ ասած իրան չեմ էլ հիշում։ Ես այդ ժամանակ, որ ինքը եկել էր ինձ տեսել էր, տենց սիրահարվել էր, հետո մի 1 տարի տենց անընդհատ մեր տուն էր գալիս բան, ես որ ինքը ինձ դեպքեր ա պատմում, ես չեմ հիշում դրանք, ճիշտ ասած։ Ես ավելի շատ, ես 17 էի, ու ավելի շատ 16.5, 17, ու ավելի շատ զբաղված էի, որ պետքա պարապեմ, ընդունվեմ, ես այն ժամանակ ուզում էի բժշկականով գնայի, կենսաբանություն, բան այդ ամեն ինչի մեջ էի, ու ինձ չէր հետաքրքրում այդ ամեն ինչը։ Հետո տենց այնպես ստացվեց, որ սիրահարվեցինք մի որոշ ժամանակ անց ու այդ այն պահներ, որ Վահրամը ավարտում էր համալսարանը ու ես ընդունվեցի համալսարան 5 տարվա տարբերություն է։ Ես առաջին կուրս, ինքը ավարտեց ու երբ որ ավարտեց, ինքը միտք ուներ Միացյալ Նահանգներ մեկնելու ու ինձ անդադ ասում էր, որ մենք պետքա շուտ ամուսնանանք, որտեվ ես գնալու եմ, իսկ ես չեմ ուզում այստեղ թողնեմ, հա, իսկ իմ ծնողներն էլ դա այդպես չէին թողի, որ ես պարզապես գնամ իր հետ։ Մի խոսքով մեր ամուսնությունը շատ արագ տեղի ունեցավ, ինքը այդպես տենց որոշեց, որ մենք ամուսնանում ենք, որովհետև ինքը առանց ինձ չի մեկնելու, իսկ ինքը արդեն ընդունվել էր մի քանի տեղ Միացյալ Նահանգներում, որ գնար սովորելու, ուզում էր իր դոկտորատուրան այնտեղ աներ։ Իսկ քեզ հեշտ տրվեց, որովհետև դու նոր ես ընդունվել, առաջի կուրս ես ու թողնում ես ու մեկնում ես Միացյալ Նահանգներ։ Հեշտ էր այդ որոշումը։ Ճիշտը որ ասեմ, ես այդպես չեմ հիշում, որ ես առանձնապես որոշում եմ կայացրել, ես գիտեմ, որ ես Վահրամին սիրում էի, ուզում էի իր կողքը գտնալ, հա, ու այտենց չեմ հիշում, որ ես որոշեմ, ինձ դժվար էր կամ հեշտ էր, ես ուզում էի Վահրամի հետ լինեի։ Իսկ հեշտ էր Միացյալ Նահանգներում, որ տեղափոխվեցիք, որովհետև հասկանում որ 0-ից 2 երիտասարդներ, դու 18 տարեկան հավանաբար, չէ՞, Վահրամը 5 տարի մեծ, համենայն դեպս երիտասարդներ, որոնք տեղափոխվում են Միացյալ Նահանգներ ու չեն գնում Լոս Անջելես, ճիշտ եմ։ Այո։ Չէ, շատ դժվար էր։ Ուզում եմ ասել, սա այն 97-98 թվականներն էր, այո, շատ դժվար տարիներն էր, որ երկիրը հենց նոր էր ուզում դուրս գալ այդ ծանր, մութ ու ցուրտ, այսպես կոչված տարիներից, ու մենք այդ որոշումը կայացրեցինք գնանք, ու այդ ժամանակ նաև հայրս կորցրեց իր աշխատանքը, հայրս մասնագիտությամբ բժիշկ էր եւ այլն, բայց իր գործի բերումով ուրիշ գործեր անում, որպեսզի կարողանար բնականաբար ընտանիքը պահեր, ու այդ պահին ամեն ինչ տենց նաև իր գործը կորցրեց, ես Վահրամի հետ մենք մեկնեցինք Միացյալ Նահանգներ, ես ուզում եմ ազնիվ ասեմ, գիտեմ, որ ես մի տեսակ կարող է կլիշե հնչի, բայց մեր գրպանում Վահրամը որ գնաց, ինձ թողեց, բայց ես հետո պետքա գնայի արդեն 1.5 ամսից, իր գրպանում $90 ա եղել, որ ինքը գնացել է, իր ծնողներն էլ բնականաբար իրան չէին կարող գումար տային, ու ինքը այդ ծրագրով գնացել է, այնտեղ արդեն որ սկսեր ինքը աշխատեր եւ սովորեր, նոր պետքա մի ամիս հետո թոշակը ստանար, ու ինքը ինձ միշտ պատմում է, որ այդ $90 իր գրպանում էր ու որ իջավ նստեց տաքսի, ինքը լսել էր միտեղ, որ պետքա Ամերիկայում անպայման այդ թեյավճար տան, դա շատ կարևոր է, ու ինքը այդ ժամանակ չէր պատկերացնում ինչ գումարի մասին է խոսում, թեյավճար $29 ա բռնել տաքսին ու ինքը տվել է $60, իր ունեցած $90-ից 60-ը տվել է այդ տաքսուն, այդ տաքսին էլ վերցրել է, էլի չի ասել, էսի շատ տենց որոշել է թեյավճար տա ու տենց ամոթից ելնելով, չէ, ասում է դե երևի եկել է երկիր, երևի նոր երկիր, չգիտեմ, ու տենց ինքը պատմում է, որ գնացել է, դե սկզբում հանրակացարանում է բնականաբար եղել,
ու տենց շատ դժվարությամբ այդ մի ամիսը ինքը ձգել է ընկերների եւ այլն հետ մինչեւ որ արդեն թոշակը ստացել է հաջորդ ամիս այդպես հետո ես գնացի 1.5 ամսից այդպես արդեն շատ դժվար էր իդեպ նոր ամուսնացած իրան հաջող ասելը մի ամուսնությունից մի քանի ամիս հետո ինքը գնաց ու ինձ ես երբեք չեմ մոռանա այդ որ Իրանոթան նավակայանում ստեսություն ասեցի, դե պատկերացրու, ես ընդունվել եմ նոր համալսարան, իմ կյանքի ամբողջությամբ փոխվել է, ես ամուսնացել եմ, շատ երիտասարդ, ու հիմա ամուսինս գնում է մի հույսայնա, որ 1.5 ամսից ես էլ եմ գնալու, բայց դա հաստատ չի, ոչ ես վիզա ունեմ, ոչ թուղթ ունեմ, ինքը ընդհանրապես պետք է գնար ու այդ վիզան ինձ այնտեղից կարգավորեր ուղարկեր։ Ու այդ այն պահերներ, որ բնականաբար ոչ մի ինտերնետ, ոչ մի կապ չկար, ու ինքը ինձ զանգում էր այնտեղ կոպեկով, մի քանի րոպեանոց զանգեր էինք մենք իրար հետ անում ու տենց իրար հետ խոսում, ինքը ինձ զանգում էր ու առաջին ամեն անգամ ասում էր, գիտես, ես քեզ սիրում եմ, դու հեսա գալու ես ստեղ սենց ասում, ու ինքը անընդհատ այս խոսքերներ ինձ ասում ու ես այդ խոսքերով ոնց որ ապրում էի միջև իր հաջորդ զանգը ու այդպես որ մի օր էլ զանգեց ասեց ես քեզ թղթեր եմ ուղարկել գնա ինչ որ գրասենյակից վերցրու գնա դեսպանատուն չգիտեմ այդտեղ արդեն մի տեսակ sense ոնց որ արևը բացվեց պարզվեց հա որ հեսա գնալու եմ իմ սիրած մարդու մոտ ու ինչ որ որոշակիություն ա մտնելու Շշմելու է։ Սոն, իսկ երբ որ արդեն մեկնեցիր, այդ թոշակը բավարարում էր, տուն էիք վարձել, ինչ պայմաններ էին։ Ասեմ ինչու եմ ես ամենահարցնում, որտեվ ես հիմա նայում եմ շատ գեղեցիկ տուն ունեք, չէ՞, սեփական։ Դու ամեն օր շատ գեղեցիկ ուտելիքներ ես պատրաստում, մեզ հետ կիսվում ես այդ բաղադրատոմսերով, քո կենցաղը այնքան գեղեցիկ է աչքը շոյող, բայց ես հասկանում եմ, որ դա շատ հեշտ չի տրվում մարդկանց առհասարակ։ Այն էլ երբ որ դու հայաշատ միջավայրում չես, քեզ հայերը չեն օգնում, դու ընկերներ չունես, ոնց կարողացաք այդ ամենը ստեղծել ձեր շուրջ։ Շատ դժվարությամբ, ոչ ես իհարկե ես միշտ ասում եմ, որ ես սենց մի հատ հավաքական կերպար եմ ներկայացնում 90-ականների այդ վատ տարիներին Ամերիկա գնացած մարդու հավաքական կերպար եմ ես ներկայացնում, որովհետև ես հիմա ինչ պատմեմ, վստահ եմ, որ բոլորը այդ ժամանակ սրա մեջով անցել են։ Շատ քչերն են, որ չեն անցել, ինձ թվում է, բայց ես իրոք կպատմեմ, մենք որ գնացինք, մենք շատ վատ էինք ապրում։ Մենք մնում էինք ուսանողական հանրակացարանի պես, մեկ սենյակ առանձին էր իհարկե այդ տունը, ուսանողական, it's like a student housing է կոչվում, ընտանիքներին են տալիս, զույգերին են տալիս, մեկ սենյականոց էր։ Ու Վահրամը սովորում էր առավոտից 3 մինչև կեսօր, կեսօրից հետո գնում էր աշխատանքի, ինքը շատ ուշ էր երեկոյան գալիս, դասերը մինչև անում էր եւ այլն, շատ դժվար էր մեզ, բայց Ես որ գնացի Միացյալ Նահանգներ, ես նաև գիտեի, որ ես միշտ իմացել եմ դա ու ես այդ պահը հատկապես ես գիտեի, որ ես մենակ իմ համար չեմ գնում, այդ իմ վրա միշտ եղել է, ես գնում եմ, որտեվ ես պետքա նաև իմ ծնողներին օգնեմ, իմ քույրիկների համար, որտեվ իմ քույրիկները փոքր էին, հայրս գործը կորցրել էր, այդ ամեն ինչը շատ ծանր էր ու նաև ես գիտեի, որ ես պետքա սկսեմ աշխատել, բայց դու չես կարող գնալ Միացյալ Նահանգներ ու սկսես աշխատել, որովհետև կա վիզայի հարց, աշխատանքի իրավունքի հարց, հատկապես որ Լոս Անջելեսում չես, այնտեղ այդ հարցերը մի քիչ ավելի հեշտ է կարգավորել, որովհետև կարող ես աշխատել հայերի մոտ եւ այլն։ Կոլորադո նահանգը շատ ամերիկյան տիպիկ նահանգ է, շատ ու այնտեղ պետք է ամեն ինչ օրենքով, պետք է ունենաս աշխատանքի իրավունք ու եթե քո աշխատանքի իրավունքը քեզ տալիս է 20 ժամ աշխատել, դրանից ավել չես կարող աշխատել։ Մի խոսքով, այդ ամեն դժվարությունների հետ միասին ես սկսեցի աշխատել։ Առաջին աշխատանքս ունեցել եմ շորերի խանութում ու իհարկե ես անգլերեն իմացել եմ, որովհետև ես ավարտել եմ Ջիլավյանի դպրոցը, մի խոսքով այնտեղ լավն էր անգլերենը, բայց այն անգլերենը, որը ես եմ սովորել ու ես գնացի Միացյալ Նահանգներ, ես հասկացա, որ ես անգլերեն ընդհանրապես չգիտեմ։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը Ընդհանրապես ով է ինձ հետ խոսում, ես ոչինչ չեմ հասկանում։ Այդ լրիվ մի հատ նոր մարտահրավեր էր լեզուն, հիմա գիտես, ես գիտեմ անգլերեն, մեկ էլ չգիտես անգլերեն։ Չգիտես անգլերեն։ Ու այդ անգլերենով ես մտա աշխատանքի շորերի խանութում ու ես հանդերձարանն էի մաքրում, այդ թափած շորերն էի հավաքում, դնում բաների վրա, կախում, որովհետև չէի կարող հաճախորդ սպասարկել իմ անգլերենով, հələ որ։ Մինչև այդտեղ շատ աշխատեցի ու ես իմ մամայի սովորացրած դիսցիպլինայով նենց էի շորերը դասավ
դասավորում ու կախում ու քիչերունում հարթուկ էին օրդնել, որ մարդ մենեջերները անդադ գնում գալիս էին ու ասած միշտ sense էին անում, ասում էին սովար է ու գալիս են ինձ անդադ ասում էին շնորհակալություն, այդ շորերը ծալելու համար ես այնպես էի անում, որ sense բոլորը sense հավասար գծով ոնց որ կանոնով գծած լինեին, էլի ինձ թվում էր մամաս այնտեղ ինձ անայում, պիտի գնահատի օրվա վերջում։ Ու այդպես ես արդեն քիչ-քիչ բացվեցի, հետո այդ խանութում դառա հաճախորդին սպասարկող, հետո դառա department-ի մենեջեր դառա, բայց այդ ամեն ինչը շատ դժվար էր, որովհետև երեխաների հետ աշխատել, սովորել, ոչինչ չհասցնել, ես ու գումարիդ մեծ մասը Հայաստան ուղարկել, որտեվ գիտես, որ մենք հայերս չենք կարող ասել, լավ, ես ամուսնացել եմ, հիմա սա իմ կյանքն է, ես մոռանում եմ որ իմ ծնողների կամ երեխաների մասին։ Դա շատ տիպիկ հայկական է ու ես դա այնքան եմ գնահատում, դա այնքան կարևոր է, որ մենք ունենք այդ հոգատարությունը։ Դա շատ կարևոր է։ Ինձ թվում է մեր մեջ այդ արյան մեջ է գալի ու պետքա մենք այդ վարժեցնենք, որ հանկարծ դուրս չգա։ Այսինքն մենք մտածված դիտմամբ դա պետքա ամենօրյա ձևով practice անենք, այսպես կոչված, որ մեր սերունդներին էլ այդ փոխանցվի, հանկարծ միտեղ չկորի այդ հոգատարությունը կապը արմատների հետ։ Այդպես մենք շատ դժվարությամբ Վարամը ուսանող էր, դե պատկերացրու ինքը ավարտեց։ Երեխաներին ու մոտ էիք թողնում։ Մենք երեխաներին իրար հերթով էինք պահում մի որոշ ժամանակ, հետո Աստծու, չգիտեմ, հրաշքով մամայիս ասեցի մամել ձև չկա, ես արդեն ինձ ընդունել են ավելի բարձր աշխատանքի այդ խանութում, հագստի խանութում, ես պետքա ավելի շատ ժամեր աշխատեմ, մի հատ մտի դեսպանատուն արի, մամաս մտավ ու ստացավ վիզա դեսպանատանը ու եկավ մի քանի ամսով մեր երեխեքին որ նայի ու այդ պահը շատ մեծ օգնություն էր, բայց մենակ դա ֆիզիկական օգնություն չէր, այդ հոգեկան մեծ օգնություն էր, որ մամաս եկել էր այնքան ապահով է ինձ զգում, որովհետև այդ օտար երկրում այնքան բան կար սովորելու, ես 18-19 տարեկան, իհարկե երբ որ երիտասարդ ես շատ հեշտ ես ադապտացվում, բայց նաև այնքան բան ես թողնում, քո իմացածի լրիվ ուրիշն է, պետքա կարողանաս ճիշտ կարողանաս կողմնորոշվես ու ես ու Վարյամը սենց մեջքի միշտ տված, էստաֆետայի նման միշտ ասում ենք, ես գործից տուն էի մտնում, Վարամը ինձ մուտքի մոտ սենց ձեռը խփում էր, ինքը դուրս էր գալի, հետո ինքը մտնում էր, ես էի դուրս գալի, մենք այսպես մենակ աշխատելով, գիտենք, որ պիտի գումար աշխատենք, մենք ունենք այսենց բան ունենք, մենք պիտի գումար աշխատենք, Հայաստան պետքա ուղարկենք ու պետքա երեխեքին մեծացնենք, մեր մոտ այս սենց դրած ինչ-որ բաներ, ու տենց անցավ, ասենք թե առաջին մի 5-7 տարին, Վարամն ավարտեց, լինելով համալսարանի իրանց լավագույն մասնագետներից մեկը, իր համալսարանը իր համար դիմեց, որ ինքը դառնա Միացյալ Նահանգների քաղաքացի ու այդպես արդեն որ կարգավիճակը մենք ստացանք ավելի լավ, կարողացանք ավելի հանգիստ լինել, ավելի ճիշտ ապագա Իսկ դու ուսումը շարունակեցիր Սոն։ Այո, ես որ Վարամը ավարտեց վերջացրեց, ինքը միշտ Վարամի մոտ միշտ բան ա եղել, որ ես թողել եմ ժող ինստիտուտ, ժող էի ընդունվել, իդեպ ես չընդունվեցի բժշկական, Վարամի ինձ հեղափոխեց, ասեց ինչի տա պետք բան, դու արի ժող, այն սկզբում որ միասին դեռ նոր ժամադրում էինք բան, ես տենց իրան սիրահարված ասեցի հա, ընդունվեցի ժող ինստիտուտ ու ինքը միշտ իր մոտ բան էր, որ ես հողել եմ իմ ուսումը, իր հետ եկել եմ ու ինքը դա ամեն օրա գիտակցել ու հենց ինքը ավարտեց, մենք մի փոքր կայունացանք ֆինանսապես, ինքը անմիջապես ինձ սկսեց բանանել, որ այնպես դասավորել մեր առօրյան, որ ես ընդունվեմ համալսարան, հա, հիմա արդեն իմ հերթն է։ Ես ընդունվեցի, ավարտեցի, նաև մագիստրոսի կոչում, ստացա բիզնես կառավարման գծում, հետո արդեն մենք այնտեղ այդ վարձով ուսանողական տնից դուրս եկանք, տուն գնեցինք, մեքենա կարողացանք գնել։ Բայց գիտես ինձ համար ինչն էր շատ հուզիչ ու կարևոր, երբ որ մենք զրուցում էինք ու դու ասեցիր, գիտես, երբ որ մենք արդեն տուն ունեինք այնտեղ, տղաներս դարձել էին դեռահաս, մենք Վահրամի հետ նստեցինք, որոշեցինք, որ մենք պետք է գնանք այդ Հայաստան։ Այո, որ իմ երեխաները Երևանցի մեծ։ Այո։
կպատմես։ Հա, մեծ սիրով, ես որովհետև ես ու Վարամա որ հետ ենք նայում, միշտ ասում ենք, որ դա մեր կյանքի կայացրած լավագույն որոշումն էր մեր երեխաների համար։ Այո, մենք արդեն ամեն ինչ լավ էր։ Մենք ունենք մեր տունը, մեր կայուն աշխատանքները, մեր կրթությունը, մեքենա, Վահրամը երեխաները դպրոց էին գնում, շատ լավ թաղամասում էինք ապրում։ Ոչ մի խնդիր թվում էր, թե չկար, այդպես այդ դասական կյանքը պետքա շարունակեինք, ճանապարհորդել եւ այլն եւ այլն։ Բայց մի քանի անգամ մեր մեծ տղան իդեպ կարող եմ մի բան ասել, որտեղ մենք էինք ապրում Կոլորադոյում։ Ուզում եմ նաև նշել, որ շատ տարբեր է միջավայրը Լոս Անջելեսից, Կալիֆոռնիայից։ Կալիֆոռնիայում միևնույնն է այդ հայկական միջավայրը, հայկական եկեղեցին, հայկական, չգիտեմ, պարի ստուդիան կլինի, չգիտեմ, սպորտը, այսինչը, դա լրիվ ուրիշ միջավայր է։ Երբ որ մենք ապրում էինք այդպիսի զուտ ամերիկյան միջավայրում, շատ դժվար է նախ առաջինը հայ մնալ, երեխաներին ստիպել, որ իրանք մնան հայ։ Առաջինը ինչ էինք անում, ստիպում էինք նախ հայերեն, տանը միայն հայերեն էինք խոսում։ Իդեպ մենք երբեք հեռուստացույց չենք ունեցել երեխաները, իմ երեխաները մեծացել են առանց հեռուստացույց նայելու, հա։ Դա հատուկ էր արվածուն։ Հա, անպայման։ Մենք այն ժամանակ, որտեվ չէինք ուզում, որ այդ ամերիկյան այդ իրականության հետ իրանք գործ ունենան, դա էլ մի քիչ ուրիշ թեմա է։ Հա, ու տղաս եկավ տուն, սենց տարօրինակ բաներ էր ինքը խոսում, մեր համար շատ խորթ։ Ինքը պատմում էր, որ իր ընկերոջ ծնողները բաժանված են, իր տարբեր ծնողներից երեխաներ կային այդ տանը ու տենց շատ տարօրինակ ինչ որ ոչ նորմալ հարաբերություններ էր տեղի ունենում։ Ինքը գալիս էր տենց պատմում էր Մաքսը, հետո պատմում էր, ասում էր իրանց տանը, որ ուտելիք են առնում, ամեն մեկը գրում է այդ ուտելիքի վրա ում անունն է։ Մաքսը եկել էր ասում էր, մամ, բա մեր տանը ո՞րն է ում ուտելիքը։ Ու տենց ինչ որ սենց ինչ որ երեխա է, չէ՞, եթե երեխան ասենք թե գա տենց բաներ է խոսում, ուզում ես սենց հասկանաս ինչա, չէ՞ կատարվում։ Հետո էդ էր իրանց շրջապատը, էդ էին իրանց ընկերները, մի խոսքով։ Ու մենք միշտ գիտեինք, որ մենք երեխաների կապը անպայման պետք է Հայաստանի հետ պահենք, բայց մենք մինչև այդ պահը շատ հնարավորություն չունենք, մենք ամեն տարի գայինք Հայաստան, դա մեծ ճոխություն էր մեր համար, նախ, որովհետև այդքան վիզա չէինք կարող ստանալ, մենք արդեն ուսանողական վիզան գալու, հետո խնդիրներ կար։ Բացի դրանից դա ֆինանսական մեծ ծախս էր, մենք չէինք կարող տենց գայինք, երբ ուզեինք Հայաստան, երեխեքը ամառը անցկացնեին, տենց սիրուն եւ այլն, այդպիսի հնարավորություններ մենք չունեինք։ Վարամի հետ նստեցինք, մենք մի օր որոշեցինք, որ մենք ուզում ենք վերադառնանք Հայաստան։ Ամեն ինչ թողնենք ու վերադառնանք Հայաստան, որովհետև մենք ասեցինք, որ ես ասեցի Վարամ, ուրիշ ձև չկա, որ մեր երեխեքը երևանցի մեծանան։ Ես ասեցի ուրիշ բան է հայաստանցի, որտեվ ես սիրում եմ բոլոր մարզերը, ես սիրում եմ բոլոր ամբողջ Հայաստանը որպես այդպեսին, բայց մի հատ այսպիսի quality կա երևանցու տղայի մեջ, այն որ շատ ինքը դժվար որակա ստանալ։ Լավ երևանցի, ես ասում եի Վարամ, ես ու դու ծնվել մեծացել ենք Երևանում։ Իմ մանկությունը անցել է Խնկո-Ապոր գրադարանում, չգիտեմ, անցել է Պատանի հանդիսատեսում, տիկնիկայինում, ստեղ, ընդեղ, մենք մատենադար, ստեղ, այս ամեն ինչ ասում եմ, մենք պատկերացնում ես մեր երեխեքը դա չեն ապրելու։ Ուրիշ բան է, որ դու գնում ես որպես տուրիստ, 1-2 ամիս ինչ որ բաներ ես անում, բայց դու տուրիստ ես մնում, դու երևանցի քո երեխան չի լինելու, քո երեխան օրինակի համար, ինչ ասեմ, այս անեկդոտը ինքը չի հասկանալու, հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում եմ, այդ տենց է, չէ՞, մշակույթը, մի տեսակ անեկդոտները, հա, ասեցի դա անելու համար մենք այս որոշումը պիտի կայացնենք։ Ու մենք այդպես որոշում կայացրեցինք, որ մեր տունը վաճառենք, մեր աշխատանքը այսպես ուղղակի դիմում գրենք, դուրս գանք ու գանք Հայաստան։ Հերոսեք։ Ու մենք որ եկանք Հայաստան, այդ կոմֆորտ զոնայից դուրս ես գալիս ու նորից գալիս ես 0 կետից։ Այո։ Ու իդեպ ասեմ, այնտեղ որ Վարամը աշխատում էր համալսարանում, դասախոս, նաև հետազոտող, նաև Կոլորադո նահանգի գլխավոր տնտեսագետներ առողջապահության գծով ինքը շատ իդեպ որ Google անեք իր անունազգանն է ինքը շատ հոդվածներ ունի հայտնի ամսագրերում եւ այլն ու մենք եկանք Երևան
Ու երբ որ մենք եկանք Երևան, իր ծանոթներից գիտեին, որ Վարամը գալիս է Երևան ու ինքը այդ ժամանակ առաջարկություն ստացավ, որ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծի մագիստրոսի department, ամբիոն, էկոնոմիկայի ամբիոն ստեղծի։ Ու հետո նաև այդ ժամանակվա ռեկտորը նաև ինձ առաջարկություն արեց աշխատանքի, որովհետև ասաց, որ մենք էլ բիզնեսի կառավարման մասնագետ ենք ուզում, մենք երկուսով աշխատանքի առաջարկով եկանք Հայաստան, Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ես դասախոսում էի, ինքը համ դասախոսում էր, համ էլ ղեկավարում էր ամբողջ տնտեսագիտության ամբիոնը։ Ուզում եմ հասկանամ երեխաները քանի տարեկան էին ու բավականին երկար ժամանակ դուք ապրեցիք Երևանում։ Այո։ Տղաները դարձան երևանցի տղաներ վերջի վերջո։ Այո։ Ասեմ ավելին, մեծ որդիս քվանտում սովորեց երրորդ մասում ու ինքը գնում էր մետրոյով ու տրանսպորտով, բնականաբար կարող ենք մեքենա իրան ապահովեինք, բայց մենք հենց այդ էինք ուզում, որ ինքը մետրո նստի, գնա, իջնի, անցումի տակով անցնի, ու մինչև նա ինքը անցումի տակի շաուրմաներն ու խաչապուրիները լրիվ ուտի, սաղ այդ փորձը ձեռք բերի experience-ը, ու ինքը այո գնաց քվանտը մեծը փոքրը այբ գնաց նույն ձևի էլի հայկական իմ տղաները ավելի շատ հայկական պատմություն, պարերի պատմություն, արվեստ, չգիտեմ, քանդա ինչ ֆիլմ ավելի շատ գիտելիքներ ունեն, քան ես ու Վարամը, որ այստեղ 10 տարի ենք սովորել։ Իրանք որ եկան, մեծս 14 տարեկան էր, փոքրս 10։ Բայց ես իդեպ ուզում եմ մի բան էլ ասեմ, որը մենք շատ մեծ զոհաբերություն էր, որ արեցինք, փոքր մեր որդին Սամը գեղասահքով մեր ռեգիոնալ չեմպիոնն էր, Կոլորադոյի եւ 3 նահանգի ռեգիոնալ չեմպիոններ ինքը ինքը կա YouTube-ում եւ այլն, շատ մեծ ապագա էին իր տրեյներները ասում։ Մենք որ եկանք ստեղ, մենք փորձեցինք դա անել, բայց ցավոք սրտի այդ պայմանները ստեղ չկան, սպորտում շատ հաջողված լինելու պայմաններ ստեղ չկան։ Չկա իհարկե։ Այդ շատ ցավոտ է, որտեվ շատ տաղանդավոր մենք երեխաներ ունենք, այդ պայմանները պետք են, բայց Սոնի, իսկ Սամը հետո չմեղադրեց ձեզ դրանով։ Չէ, երբեք, չէ։ Մեր ընտանիքում չկա տենց իրար մեղադրելու մշակույթ։ Կա իրար օգնելու։ Այո, մենք միշտ ասում ենք, եթե անգամ ինչ-որ բան լինի, վայ, սենց, մենք միշտ ասում ենք, եթե մենք տենց ենք որոշել այդ ժամանակ, ուրեմն դա լավագույն որոշումն է եղել ձեր համար ու մեր ընտանիքի համար։ Մենք մեր երեխաներին միշտ այնպես մեսիջ ենք տվել, որ Աստված մեզ, ինձ ու քո պապային ընտրել է որպես ձեր ծնողներ, վստահել է ձեզ մեզ, ու մենք ինչ որ անում ենք ձեր համար, դա նշանակում է, որ ճիշտը դա է, որովհետև իրականում վերջում ճիշտը դա է, բայց որ դու երեխայիդ այդ մի բան ասեմ, կարող է շեղվենք թեմայից, բայց մի բան ասեմ, օրինակ ինձ դուր չի գալիս, որ հիմա սենց մի հատ տենդենց է գնում ծնողավարման մեջ, որ երեխայի հետ ընկերություն է պետք անել, երեխային հաշվի նստել, սենց անել, ես ուզում եմ մի բան ասեմ, դա իմ կարծիքով ծույլ ծնողի ասած է, որովհետև շատ հեշտ է ասել երեխայի հետ հաշվի եմ նստում, իր ուզածով եմ անում, որտեղ դա հեշտ է։ Երեխայի հետ հաշվի չնստել, քո ուզածը անել, անցկացնել, իր համար ապագա կերտելը, դա ամենօրյա դժվար աշխատանք է։ Ես չեմ ասում երեխաներին պետք է ինչ-որ հասկանում ես, չէ՞, այդ բալանսի մասին խոսքը։ Ես չեմ համոզելը, բերել, որ քեզ հետ համաձայնվի, որովհետև միշտ չի որ տենց հեշտ են երեխաները համաձայնում, երեխաները ըմբոստ են։ Այո։ Դու ունես 2 տղա երեխա։ Տղա երեխաներ մեծացնելը դա հեշտ չի, ինձ թվում է երբեմն աղջիկների հետ շատ ավելի հեշտ է, քան տղաների, բայց շատ կարևոր է, թե ծնողները ներսում ինչ համաձայնության են եկել, որովհետև հաճախ ընտանիքներում լինում է, որ մայրը
ասենք երեխային մի դիտողություն է անում ու հայրը կնոջ ներկայությամբ, երեխայի ներկայությամբ ասում է, չէ, գիտես, դու սխալ ես, ինձ թվում է սենց ավելի ճիշտ է։ Ու դա երեխաներ մի անգամից սկսում են օգտագործել հակառակ ծնողի դեմ, հիմնականում կանանց դեմ, մայրերի դեմ։ Մտածում են, որ դե պապան էլ միշտ մտածում է ներքուստ ինչ որ մի հատ էգոիզմ կա թաքնված, որ իմ խոսքը առաջինը պիտի լինի, ու այստեղ գալիս է այդ անհամաձայնությունը։ Ու հաճախ մի հատ ճեղք է ստեղծվում ընտանիքում եւ երեխայի եւ մոր եւ երեխայի միջեւ եւ առհասարակ ամուսինների միջեւ։ Բայց հասկանում եմ, որ երեխա դաստիարակելուց քո Վահրամի միջև այդ ճեղքը կարծես չի եղել, որտեղ դուք համախոհներ եք միշտ։ Այո, ես ու Վահրամը ամեն հարցում ինձ թվում է ես ու ինքը ցանկացած պրոյեկտ որ վերցնենք, մենք դա կանենք իդեալական։ Երեխաներն էլ մի պրոյեկտ են։ Այդպես ենք մենք մոտեմ, շատ լավ թիմ ենք։ Բայց մի բան ասեմ, այդ թեմայով շատ կարևոր, դա շատ կարևոր է իմ կարծիքով։ Երբ որ դու երեխայի մոտ այն մի ծնողին մի բան ես ասում, դու ոչ թե այդ ծնողին ես գցում, այլ երեխայի մեջ ստեղծում ես կասկած իր ապահով լինելու համար։ Երեխան իրան արդեն սկսում է մտածել, օքեյ, ուրեմն այստեղ ապահովություն չկա։ Առաջին հերթին ինքը պետքա լրիվ իրան 100% զգա ապահով։ Անկամ եթե ինքը ավելի շատ ապահով կզգա, երբ որ իմանա, որ ինքը սխալ էր հիմա։ Ես դա վստահ եմ դրանում, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Փոքր երեխայի մոտ մենք երբեք այդպես չենք ունեցել։ Մենք հստակ ունեցել ենք այսպես կոչված ծնողավարման գործերի, ոնց են ասում, բաժանում։ Ես մեր տանը միշտ մտածել եմ, որ իմացել եմ, որ իմ գործը տանը ույուտ, ապահովություն, քնքշություն, տաքություն ստեղծելն է, իսկ Վահրամի գործը միշտ եղել է դրսում գումար աշխատելը, վստահ լինել, որ այդ ինչ որ ես ուզում եմ երեխաներիս համար ստեղծեմ, իրանց սպորտը, էսը, որ ինքը կարողանա դրանց համար վճարի այդ ամեն ինչը։ Ու մենք տենց շատ լավ բալանսավորված այդ ամեն ինչը արել ենք։ Իդեալական եք դուք Վահրամի հետ, բայց լինում է, որ այդ իդեալական զույգի մոտ է լինում այն ճգնաժամը։ Այո, միանշանակ, մենք իդեալական չենք, բայց այո, լինում է ու մեր մոտ էլ է եղել, ու ի դեպ ասեմ, մեր մոտ եղավ, երբ որ մենք վերադարձանք Հայաստան, մենք մի քիչ առնչվեցինք հայկական իրականության հետ, մենք դրան պատրաստ չէինք որպես ընտանիք, որպես զույգ, որովհետև երբ որ մենք ստեղից գնացինք, ես լրիվ երեխա, Վահրամն էլ ինչ 23 տարեկան, ես 18 տարեկան, էլի երեխա է։ Գնացինք ու մենք այդտեղ զբաղված էինք, ասենք բան ստեղծելով, մենք ոչ մի տենց դրամաների մեջ երբենք չենք եղել, ոչ ընկերական, ոչ աշխատանքային, ոչ մի այդպիսի բաներ մեր կողքը չի եղել։ Ու երբ որ մենք վերադարձանք Հայաստան, մենք վերադարձանք այնպես որպես բացարձակ պրոֆեսիոնալներ։ Երբ որ դու Միացյալ Նահանգներում ապրում ես, ենթադրենք 15 տարի, քեզ այդ երկրի ինդուստրիան հղկում է որպես պրոֆեսիոնալ։ Դու ուրիշ բան չես կարող աշխատանքի տեղ տանես, դա բացառվում է։ Վահրամը համալսարանում էր իր պրոֆեսիոնալը, ես արդեն աշխատում էի բանկում, ես բանկի կառավարիչ էի, այնտեղ լոկալ։ Այդ խանութները պատմեցի, մոռացա ես ասեմ։ Ամենակարևորը չես ասում։ Ես արդեն մեր լոկալ US բանկի branch manager-ն էի, բանկի այդ ղեկավարն էի այդ բանի, branch-ի, մասնաճյուղի հայրեն։ Ու մենք այդպես պրոֆեսիոնալ մեր գիտելիքով, մեր կեցվածքով, մեր աշխատանքային ոճով եւ ամեն ինչով վերադարձանք այստեղ։ Ու այդպես էլ սկսեցինք աշխատել Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինքը իր գործում, ես իմ գործում եւ այլն։ Մենք կարող եմ ասել մի քիչ, բայց ես չեմ սիրում գնալ ուրիշներին մեղադրել։ Միևնույնն է, այդ էլի մեր բաց թողումն է եղել, եթե մի բան եղել է։ Մենք երևի այդ խառը վիճակում չենք կարողացել մեր հարաբերությունները նստել, update անել, այսպես կոչված, չէ՞, չենք դա արել։ Երևի դրա համար կարողացան որոշ մարդիկ մեր հարաբերությունների մեջ
ինչ որ բաներ մտցնեն, օրինակ շատ մեծ դրամաներ սկսեց տեղի ունենալ Հայաստանի ամերիկյան համալսարանում, երբ որ ես ու Վարամ ինչ որ բաների պրոֆեսիոնալ էինք վերաբերվում ու դա տենց պետքա լիներ, դրա մեջ մարդիկ ինչ որ անհատական բաներ էին մտցնում։ Օրինակ մենք երբեք սովոր չենք, որ գոլեգան կարողա այն մյուս գոլեգային անձնական նամակ գրի, տենց բան չի լինում։ Ամերիկայում դու աշխատում ես, եկար տուն, վերջ, դու քո ընտանիքում ես, ինքը իր ընտանիքում է։ Ես սովորեմ, որ աշխատավայրում պետք է օգնես քո կողքիններին, չէ՞ որ այնտեղ բոլորդ ունեք ձեր գործը, ոչ մեկ հետ չի մրցում, դրա կարիքը չկա, բացարձակ հանուն աշխատանքի։ Մենք ես օրինակ ստեղծել էի 3 առարկա, որը դասավանդում էի, որ միջև հիմա արդեն դասավանդում են, դա Հայաստանի ամերիկյան համալսարանում բոլորս դեպի հետ էինք աշխատում, բայց չեմ ուզում այդ բառը ասեմ, բայց ինձ թվում է ինչ որ անձնական մրցակցություններ մտել այդ բաժնի աղջիկների եւ կանանց կողմից իմ հանդեպ կոնկրետ, որը սկսում էր ազդել ձեր հարաբերությունների վրա, այսինքն թունավորում էր հարաբերությունները։ Սկսում էր ազդել մեր հարաբերությունների վրա, ցավոք սրտի ազդեց, ցավոք սրտի մենք շատ դժվար ամիսներ երևի կարող եմ ասել ապրեցինք Վարամի հետ միասին, ընդհանուր միջև մի պահ այնքան էր արդեն այդ ազդելու մեր տուն եկել, որ մեր վեճերը նենց էին, որ արդեն երեխաների վրա կարող էր ազդել, դե մեծ տղաներ են, իրանք հատկապես որ տղաներ են, չգիտեմ, մենք մի քիչ վերաբերվում ենք, որ տղաներին առավել մեջ կոտրել չի կարելի եւ այլն, ու ոնց որ մենք էինք բերել իրանց Հայաստան, մեր պատասխանատվությունն էր, ու մենք հիմա ինչ որ sense ընտանիքը ինչ որ հարաբերությունը լավ չի լինում։ Նույնիսկ մի պահ ես ու Վարամը որոշեցինք մի շատ կարճ ժամանակ փորձենք առանձին ապրել, որ ինչ որ կրքերը հանդարտվի եւ այլն, բայց Վարամի համար սիրո անսահման իմ հանդեպ, ինչ ասեմ, հրճվանքի այդ ոնց են ասում, admiration-ի շնորհիվ մեր հարաբերությունները էլի վերադարձան, էլի պնդվեցին լիքը, բայց սրանից մենք ունեցանք շատ մեծ փորձ, շատ մեծ դաս, մենք երևի թե ավելի ամուր երբեք չենք կարող լինել, եթե այդ ամեն ինչը չլիներ, ոնց որ մենք հիմա ենք համ իրար հետ, համ առանձին ամեն մեկս կայացած։ Այդ փորձից մենք տենց դուրս եկանք ու իսկ Սոնդա ինչ է օգնեց, որ կարողանաք դա հաղթահարել, ոչ միայն Վարամի սեր, այսինքն ինչու զույգերը հաճախ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնեն, որովհետև տարբեր են մտածում, չէ՞, այսինքն տվյալ հարցի շուրջ իրենք տարբեր կարծիքներ ունեն, այստեղ բախումը արդեն սկսվում է։ Սկսեցի գալ կոմպրոմիսի, թե այդ շատ զրույցներն են, թե միջավայրը փոխվեց, թե այդ ամերիկյան համալսարանից դուրս եկաք ու որոշեցիք մեկնել, ինչն էր որ այդ լուծումը։ Չէ, այդ պահին մի քիչ որ կրքերը արդեն ավելի վատ էր, միջավայրը ամերիկյան համալսարանի դարձավ տոքսիկ, աշխատանքային միջավայրը, ես որոշում կայացրեցի դուրս գամ աշխատանքից, որտեվ էլ չուզեցի ես այդ միջավայրում լինեմ, իհարկե ես չէի ուզում շատ դժվարությամբ դուրս եկա, բայց գիտեի, որ դա այդ պահի լավագույն որոշումն է, ու ես շատ մեծ հոգեկան, շատ մեծ անկում ունեցա, ես նույնիսկ հոգեբանի էի տեսնում, ինձ համար շատ դժվար էր, որտեվ ես Ամերիկայից եկել էի, այսքան գիտելիք, այսքան փորձ, այս ամեն ինչ ունեմ, իմ կարիերան մտածում էի, վсё, ավարտվեց, ես այդ ժամանակ նույնիսկ ամերիկյան համալսարանից հետ կողք նաև անում էի բիզնես խորհրդատվություններ, այստեղի բիզնեսների, տարբեր շատ հյուրանոցներ, շատ բժշկական կենտրոններ, ես խորհրդատվություններ եմ արել եւ այլն, նաև ես մարդկային ռեսուրսների մասնագետ եմ, բացի բիզնես կառավարման, մի խոսքով, այդ ամեն ինչը ոնց որ իմ համար սենց զրոյացել էր, ես առավոտը վեր էի կենում ու ես չգիտեի ինչ անեմ, ու տենց դժվար էի կարողանում purpose գտնել օրվա մեջ, բայց ինչպես ասում են, որ մինչև ամենահատակը չես ընկնում, էլ տեղ չկա ընդեղ, որովհետև որ արդեն գետնին ես, չէ լրիվ հատակին, արդեն հենվելու տեղ ունես, որ վերև բարձրանաս, ու ինչքան գետնին ես, այնքան ուժեղ ես հենվում, այնքան վերև ավելի շատ ես գնում, ու այդ պրոստը այդ պահը պետք էր, որ դու քեզ հավաքես ու հենվես գետնին ու վերև բարձրանաս, ու այդ ժամանակ ես շատ էի մտածում կանանց մասին, ես մտածում էի, օքեյ, ինչի են կանայք սենց անում իրար, ու շատ էի նեղվում, որ հենց հայ կանայք են, դա ինձ նենց էր նեղում, անձնական վիրավորանք էր իմ համար, ախր հայ կանայք, որտեվ ինչի, ոնց, խի,
Ու ես դրանից որոշեցի, որ ճիշտն ասած, մի օր որոշեցի, որ ես հեռախոսս վերցնեմ ու Instagram-ում սկսեմ ստորիներ անել։ Որ թվականն էր, 16 թվականն էր, 16 սկիզբը։ Ու ես որոշեցի, որ ես էջ եմ ունենալու, որտեղ կանանց, հատկապես հայ կանանց ոգեշնչելու եմ, ոգևորելու եմ ու բերելու եմ միտեղ, որտեղ իմ ամենօրյա գործով ասելու եմ, որ պետքա իրար օգնենք, այլ ոչ թե իրար վնասենք, այլ ոչ թե իրար խանգարենք ու չարություն անենք։ Ու իմ ամբողջ էջը դրա մասին է։ Կանանց ոգեշնչման, ոգևորման, ինքներդ ձեր մասին լավը զգալու, ես ուզում եմ ամեն մեկին sense zero բռնեմ, lift up անեմ։ Ես իմ ամենօրյա ամեն ինչով, որ եթե մարդ, չգիտեմ, սնունդը փոխի, ապրելակերպը փոխի, ընտանիքի մեջ sense փոփոխություն անի, աշխատանք գտնի, ու ես ամեն օր նենց նամակներ եմ ստացել վերջին, չգիտեմ, 8 տարվա մեջ, ես նենց նամակներ եմ ստացել կանանցից, իրանք ինձ, ասենց, ինչքան եմ պատմում, ոնց է իմ էջը իրանց կյանքը ուղղակի փոխել։ Ու դա իմ համար ինչ էր, ես մեկ-մեկ մտածում եմ, երևի այս ամեն ինչը ծրագրավորած էր բարձրյալի կողմից, Աստված ինձ տարավ, այդ ամեն ինչի մեջով ես անցա, որ ես կարողանամ այդ օղակը լինեմ մի խումբ կանանց օգնելու ու միավորելու, առաջ տանելու։ Մեր զրույցի ընթացքում ես հասկացա, որ ճգնաժամի ժամանակ է Լուսինը սկսվել, ու երբ որ դու ինքդ հոգեկան քո ամենածանր էտապն է եղել, ու այդտեղ բացվել է այդ Լուսինի լույսը։ Այո։ Ուզում որ պատմես դրա մասին։ Որ ես վերադարձել էի Ամերիկայից Հայաստան, ես ինձ հետ բերել էի տենց դրսի ամենաթանկ այդ մաշկի խնամքները եւ այլն, Clarins էի օգտագործում, Lancome էի օգտագործում եւ այլն։ Մի օր Լուսինեն քույրիկս, ով մեր համահիմնադիրն է Lucin Organics-ի, մեր ֆորմուլաների ստեղծողը, մեր գիտության թիմի ղեկավարը, գիտական թիմի ղեկավարը, քույրիկս, ինքը մասնագիտությամբ կենսաբան, քիմիկ եւ գենետիկայի մասնագետ է։ Մի խոսքով, ինքը որ եկավ մեր տուն, սեղանի վրա տեսավ, ասաց՝ «Սոն, հələ մի հատ բաղադրիչները կարդա, տես ինչ ես գցում քո դեմքին, դու ամբողջ օրը առողջ ես սնվում, այս, ասենք, այս ինչը չեմ ուտում, սրա բաղադրիչը սենցանից է, բայց մաշկով ես այդ ստանում, տես ինչ ես գցում քո դեմքին»։ Ու տենց ինքը ասեց՝ «Ես քեզ բերեմ իմ սարկած, ես իմ լաբորատորիայում, ինքը այն ժամանակ բժշկական լաբորատորիա, ասում եմ սարքում եմ սենց բաներ, մի հատ փորձի»։ Մի խոսքով փորձեցի, ես հաջորդ առավոտ չէի հավատում, որ այդ իմ մաշկն է։ Դա իր այսպես կոչված, ես ուզում եմ կարճ պատմեմ, իր գիտական գիտելիքները եւ իմ բիզնեսի գիտելիքները, մարքեթինգի գիտելիքները, բրենդ ստեղծելու իմ տարիների փորձն ու կարողությունը մենք միացրեցինք իրար ու ստեղծեցինք Lucin Organics-ը, որը ես կարծում եմ, որ կայացած եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում բրենդ է։ Ես Լուսինեն արտադրանքով էր զբաղվում, ես մարքեթինգով էի զբաղվում, մենք սկսեցինք մի փոքր քանակ հումք ներմուծել Հայաստան, հետո փաթեթավորումը եւ այլն, ու որոշել էինք, որ ու այդ աշխատանքները արեցինք, դարավ պանդեմիկի տարվա վերջ, այսինքն COVID-ն էր, բայց ես չէի կարող չթողարկեի պրոդուկտը, դա կապ չուներ, միևնույն է COVID-ի ժամանակ ավելի մարդիկ տանն էին, ավելի շատ էին հետևում։ Տագնապ չկար, որ Աստվածի մեզ ինչ արեցինք ու հիմա COVID-ը։ Չէ, ես շատ տարիների փորձ ունեմ բիզնես ոլորտում ու շատ մեծ գիտելիքներ ունեմ։ Ես երբեք տագնապ չեմ ունեցել Լուսինի հանդեպ։ Ես գիտեի, որ հաջողված բրենդ է լինելու, բայց ես մտածում էի, որ ես ավելի մեծ մասշտաբով բաներ պիտի անեմ, որ հաջողվի։ Անակնկալը նրանում էր, որ այդքան փոքրից ինքը տենց հաջողվեց։ Այո, մինչև COVID-ի սկսվելը ես թողարկեցի ստենդը դրեցի եւ գնացի Ավստրիա հանգստանալու, որ դահուկ քշելու գնանք։ Մի քանի օր անջատել էի հեռախոսս, ես հեռախոսս բացում եմ, լիքը voice message-ներ ա ինձ գալիս եւ այլն, ու ես տեսնում եմ, որ մեր ամբողջ ստենդը վաճառվել է, sold out ա եղել մեր ամբողջ դրած ստենդը, ու մարդիկ էլի են ուզում, էլի են հարցնում, էլի են ասում։ Ու ես բացում եմ Instagram-ս, տեսնում եմ հարյուրավոր նամակներ, որ Միացյալ Նահանգներ, Սոնա ջան, բա ոնց պատվիրենք, do you ship to the US, do you ship to the US։ Ու սենց մի հատ բան է կատարվում, Վարամին եկավ բանից դահուկ քշելուց, ասեցի՝ «Վագ, կարաս դու ինձ մի հատ website սարքես», ասում եմ, Ամերիկա շատ են ուզում մարդիկ առնեն։ Ասեց լավ, ես ասեցի քնեցի, առավոտը վեր կացամ, տեսամ Վարամի ինձ մի հատ website-ա սարքել,
Instagram-ի մեր նկարները դրել ա մեջը, description-ները sense տառասխալներով լրիվ դրել։ Ես վստահ եմ իմ հետևորդներից շատերը հիմա կհիշեն սա, որտեվ այդ տառասխալները, այդ ամեն ինչին screenshot արել, սա ուղարկել են, Սոնա ջան, ստե տառասխալ կաստե։ Սոսեմ ժողովուրդ հարց սպասեք։ Մի խոսքով ես այն արագությամբ էր Միացյալ Նահանգների պատվերները գալիս, որ մենք մի քանի ամսվա մեջ որոշում կայացրեցինք տեղափոխվենք հետ Միացյալ Նահանգներ ու բացենք արտադրամաս։ Հետ գնացինք Կոլորադո, էլի մեր քաղաք, Բոլդեր եւ ստեղծեցինք մեր արտադրամասը այդ ամեն ինչը մի քանի ամսվա մեջ, որովհետեւ Միացյալ Նահանգներից մարդիկ 40-50 դոլար էին տալի միայն ճանապարհածախսի համար, որ 25 դոլարանոց ապրանք հասներ իրանց։ Ու այդ loyalty-ն այդ հաճախորդի դա այնքան մեծ բան է, որ եթե դու այդ մոմենտումը բաց թողես, որպես բիզնես, որպես բրենդի տեր, դու այդ մոմենտումը պետքա բաց չթողնես։ Հետո դու էլ երբեք չես հասնի այդ հաջողության։ Սոն, այդ օրգանիկ բառներ մարդկանց ոգևորում, որովհետև իրենք չէ որ դեռ ծանոթ չէին այդ product-ին։ Այո, բայց Lucin Organics-ը դա it's a personal brand, անձնական բրենդ է, դա իմ բրենդն է, օրգանիկը չէր, ինձ էին մարդիկ ճանաչում։ Վստահելով քեզ տեսնելով։ Իրանք գիտեն, որ ես մեջը ինչ բաղադրիչ կդնեմ, ինչ բաղադրիչ երբեք չեմ դնի։ Ու եթե մարդ մաշկի խնամքից հասկանում է, ինքը գիտի, որ ես ինչի մասին եմ խոսում։ Եթե մարդ մաշկի խնամք օգտագործում է, հասկանում է, սիրում է, ինքը գիտի ես ինչի մասին եմ խոսում։ Ես ուզել եմ, որ Lucin Organics-ը լինի հայկական բրենդ, բայց ինքը ունենա եվրոպական եւ ամերիկյան լավագույն բրենդերի հետ կմփիթ անի։ Ես երբեք Հայաստանի մաշկի խնամքի հետ չեմ մրցել։ Ես մրցել եմ միշտ լավագույն բրենդների հետ, օրինակ ես մրցել եմ լավագույն մաշկի խնամքի հետ, որը քիմիական է։ Ես դա դարձրել եմ բնական։ Ու բիզնեսում այդպիսի մի հատ շատ լավ օրենք կա գոյություն ունի, որ ճգնաժամի ժամանակ, երբ որ դու ավելի շատ ես ներդրում քո բիզնեսի մեջ, դու մեջից հաղթող ես դուրս գալիս, ու դա իրականում ճշմարտություն է, ու ես հենց այդպես էլ արեցի։ Ես կոവിഡ്ի ժամանակ ոչ թե ծախսերս կրճատեցի, ես ավելի շատ ծախսեցի եւ ներդրեցի եւ իմ աշխատակիցների մեջ հենց այդ ժամանակ, եւ այսինքն այն ժամանակ, որ բոլորը փակում էին իրանց բիզնեսները, ես ինֆլուենսերների գումար էի տալիս եւ ես սկսում էի հոլովակներ նկարել։ Ես գիտեի, որ հիմա ենթադրենք ամեն ինչ փակա, նախ եւ առաջ ինֆլուենսերները ենթադրենք, չէ՞, մի հատ օրինակ եմ բերում, ավելի էժան են, ստացվում, չէ՞, իրանց հետ համագործակցելը, այսինքն դու պետքա ճիշտ կարողանաս օգտվել այդ ճգնաժամի պահից։ Եվ եթե ճգնաժամին դու ավելի ես ներդնում քո բիզնեսի մեջ, դուրս ես գալի ավելի ուժեղ, հələ մի քանի որոշ ժամանակ պետքա որ միջև ուրիշները գան այդ ճգնաժամը հաղթել։ Դու արդեն համ ժամանակով ես շահում, արդեն գրավել ես շուկայի ավելի մեծ սեգմենտ, դրանք որ իրանք են թողել։ Սոն, արև սիրում ես։ Հայկական արևը հատկապես շատ եմ սիրում։ Ես էլ եմ արև շատ սիրում, ունենք շատ արևային մի ընկերություն, որը մեր ընկերն է, Ital Solar-ը, ուրեմն ինքը տեղադրում է այդ արևային կայանները, ու դու դադարում ես հոսանքի համար առհասարակ վճարել, չգիտեմ, ձեր նահանգում կան այդ արևային կայանները ու ակտուալ են, չէ՞։ Ամեն ինչ օրգանիկ պիտի լինի, արևն էլ է, մեր գործընկերն էլ է շատ օրգանիկ, այսպես ասած, արևից են օգտվում, եւ հիմա մեր Ital Solar-ը վերաբրենդավորվել է, ունի այս գեղեցիկ տեսքը։ Իդեպ ինձ թվում է երբեմն վերաբրենդավորումը շատ կարևոր է բրենդի համար, չէ՞, թարմություն է բերում, նոր առաջարկներ, նոր շունչ, նոր մտահղացումներ։ Ուրեմն եթե հիմա դու ձեռք ես բերում 10 եւ ավելի կիլովատ հզորություն ունեցող արևային կայան, դու ձեռք ես բերում նաև iPhone 15 հեռախոս, որը քեզ պարզապես նվիրում են։ Իսկ Ital Solar-ից արևային կայան ձեռք բերելու համար զանգահարում եք 8128 հեռախոսը համարով։ Սոն, իսկ երբևէ ցանկություն ունեցել եք ինքներդ արևային կայան տեղադրել, որտեղ ձեր տուն սեփական է ու գիտեմ, որ Ամերիկայում այդ կոմունալ ծախսերը բավականին շատ են։ Այո, շատ լավ միտք է։ Սոն, ես գիտեմ, որ դու շատ ես ճամփորդում ու ոչ միայն դու ես ճամփորդում, այլ քո ընտանիքը քեզ հետ միշտ ճամփորդում ու քեզ միշտ ուղեկցում են։ Մեր գործընկեր Ամիո բանկը քեզ համար պատրաստել է ընկերության հետ կապված 3 հարց։ Ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի քո ամենից մտերիմ ընկերը։ Անսահման շատ ծիծաղելու ունակություն ունենա։
Իսկ ամուսինները առաջին հերթին պիտի լինեն ընկերներ, թե սիրեկաններ։ Ընկերներ։ Ընկերոջդ մարդ մի անգամ գոնե ինչ պիտի անի։ Ճանապարհորդի։ Սոն այ ճանապարհորդելու հետ կապված ես ուզում եմ քեզ նվիրել Ամիո բանկի Visa Platinum քարտը։ Ինքը անփոխարինելի օգնական է ճամփորդությունների ընթացքում, որովհետև մի շարք խնդիրներ միանգամից լուծվում են, եթե դու ունես Ամիո բանկի Visa Platinum քարտը։ Այսինքն անվճար փաթեթավորում են ճամպրուկներդ, դու օգտվում ես անվճար այդ բիզնես սրահի հյուրասիրություններից։ Եթե Աստված ոչ անի թռիչքդ հետաձգել են, ապա որոշ ժամանակ անց քեզ պետք է գումարի տեսքով կոմպենսացնեն։ Մի խոսքով կարող ես 30% զեղչով ավտոմեքենա վարձել։ Դու արդեն ունես Ամիոյի ընկերօգնականի եւ կարող ես նրանց հետ միասին շատ ավելի հեշտ ու ավելի կոմֆորտով ճանապարհորդել։ Շատ շնորհակալություն։ Սոն ես գիտեմ, որ դու հայկական ու հայկականությունը շատ ես սիրում։ Դրա համար մենք խմելու ենք շատ հայկական գինի, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից պատրաստված ֆրունզիկ գինի, ու ինձ թվում է ֆրունզիկին էլ ես շատ սիրում, որովհետեւ այո, ու այս գինիների մեջ այնքան սերաներ դրված, որ ամեն կոմի հետ ինձ թվում է դու անպայման կբացահայտես քեզ համար այդ սերը։ Շնորհակալություն։ Քեզ մի քիչ շատ եմ լցրել, խախտել եմ երևի սահմանը, բայց ոչինչ։ Շատ լավն է։ Հաճելի էր, չէ՞։ Սպիտակը դու կտանես քեզ հետ, կդնես սառնարում, հետո Վահրամի հետ կվայելեք։ Սիրով։ Ստաբիլություն թե ազատություն։ Ստաբիլություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Կնոջը այսօր ինչն է գեղեցկացնում։ Լավ պահվածքը։ Ինչն է, որ երբեք չես ների։ Ես տենց բան չկա, որ երբեք չեմ ների, որովհետև ամեն օր Աստված ինձ ներում է իմ ամեն ինչը։ Մարդկային մեծագույն արժեք։ Միմյանց հանդեպ բարի վերաբերվելը կարծում եմ դա է։ Երբ որ մարդ ստիպված է լինում նորից ու նորից զրոյից սկսել, ինչ պիտի մտածի։ Որ ամեն ինչ հնարավոր է, այդ բառերը դա օդում չի ու ամեն օրը քեզանից է կախված։ Վերջին անգամ ում ես ասել, ես քեզ շատ եմ սիրում։ Մաքսին ու Սամին, այս առավոտ։ Իսկ ումից ես ներողություն խնդրել։ Վերջին անգամ։ Վայ։ Հա, ես հիշեցի, երեք ռեստորանում մի հատ ստիպված եղա մի բան ասեմ, որ նորից մի քիչ լավ տաքացնեն ու ներողություն ասեցի կխնդրես էլի շեֆից, որտեղ վատ եմ զգում, որ մարդկանց հանկարծ կարող է զգան իրենց աշխատանքը չեմ գնահատել։ Լուսին օրգանիքսի քո ամենից անփոխարինելի պրոդուկտը։ Վիտամին C շիճուկը։ Եվ որ Աստծուն հանդիպես ինչ կասես։ Շնորհակալ եմ։ Սիրում եմ քեզ, ես էլ քեզ եմ շնորհակալ, որ մենք Երևանում այս բարձր գեղեցիկ տանիքում հանդիպեցինք ու անկեղծ զրուցեցինք ու դու կիսվեցիր քո հաջողության ճանապարհով, քո դժվարություններով, քո էմոցիոնալ ճգնաժամերով, որը որ ինձ թվում է յուրաքանչյուրի համար, երբ որ հիմա տեսնում են քեզ հաջողած բիզնես վուման, գեղեցիկ, կայացած հաջողությունների ճանապարհին, այդ վերելքի ճանապարհին, բայց որը որ չի վախենում ասել, որ գիտես, մեր գրպանում չգիտեմ, օրինակ $10 ընդհանրապես։ Հաղորդման գործընկերներն են Իտա Սոլարը, Ամիո բանկ, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը, Սրտի տանիքներով, Մուսա Production։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։